Ձեր պատմություններից ես տեսնում եմ, որ ինչ-որ Ամերիկա գալով, միգուցե նաև Ամերիկայից առաջ, ձեզ անընդհատ փորձել են շահագործել։ Նայում եմ դիմացինի, եթե դու ճիշտ ներդրում ես անում, հետո արդյունք այդ կապ չունի, իրանք գնահատում են թե չէ։ Այդ կապ չունի, իրանք ընդունում են, բայց դու գիտես, որ երեկվա ներդրումը տեսօր օգնել է ու դու այդ պատողները տեսնում ես, անկախ նրանից մարդիկ թե դրան ինչպես են նայում, որտեղ շատ ժամանակ մարդիկ մտածում են, որ հենց իրենք են, իրենք արեցին, կապ չունի, իրանց խնդիրն է, իրանք ոնց ուզում են այդ են մտածում։ Իսկ կարծում եք, որ ձեր հայ լինելը ինչ-որ ձևով օգնել այն։ Մենք շատ մաքուր գեն ունենք, մենք ուղղակի Վատ բաներ անում ենք ոնց որ բոլորս, բայց այդ ոչինչ չի փոխում մեր էությունը։ Կա ինչ-որ մի հնարավորություն մարդկանց տեսնելու ձեր։ Կար առաջ, հետո հանեցին, բայց հիմա ինձ հատուկ տեղ է տրամադրված, որը Վինի բուֆեն է, որտեղ ես ամբողջ այդ դեսերտի մասը մեծ շաքարից ու շոկոլադից ստեղծագործություն է պատրաստվում, որը որ իրենից պատմությունը ներկայացնում ցուցատախտակ կա, որտեղ իմ անունը փակցված է։ Ողջույն, ես Գրիգ եմ եւ այսօրվա իմ ոդքասթի հյուրն է Wynn Resort-ի Executive Chef of Artistry Ֆլորա Աղաբաբյանը։ Ողջույն Ֆլորա ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Ֆլորա ջան, նախ ուզում եմ մեծ շնորհակալությունս հայտնել, որ հնարավորություն ընձեռեցիք մեզ ձեզ հյուրընկալել այս ոդքասթին ու փորձել բացահայտել իրական Ֆլորա Աղաբաբյանին, որին որ մեր հանրությունը դեռ չի ճանաչում կամ լսել է իր մասին, բայց կարծիքները թյուր են կամ ոչ ամբողջական։ Ֆլորա Աղաբաբյան անունը ես փորձեցի մինչև ձեզ հետ խոսելը բավականին ամերիկյան հայության մեջ լսված անուն է, բայց շատերը լսել են, որ Ֆլորան, որը որ Վինում է աշխատում ու չգիտեն, թե Ֆլորան իրականում ինչ է անում, Ֆլորան Վինում չի աշխատում։ Վինն է Ֆլորայի համար աշխատում, որովհետեւ Ֆլորան ստեղծի Վինի համար այն հետաքրքիր հրուշակեղենները ու կառուցի են դիզայներական ու ճիշտ մոտեցումները, որը որ այսօր Վինին բերում են նման հեղինակություն այդ ոլորտի մեջ, ինչպես որ մնացած ոլորտների։ Շնորհակալ եմ, շնորհակալ, մեծ սիրով կարող եմ պատասխանել ձեր հետաքրքիր հարցերին, ինչով կարող եմ, եթե օգտակար լինեմ ձեր հաղորդմանը կամ ինչ-որ մեկին մեծ սիրով։ Նախ առաջինը դուք օգտակար եք լինելու բոլոր այն մարդկանց, չեմ ուզում տարանջատեմ սերը, բոլոր այն մարդկանց, մասնավորապես մեր դիտողների բանակը հայեր են, բոլոր մեր հայերին, որոնք որ կասկածանքներ ունեն կամ ինքնահաստատման հարցեր ունեն ու չեն կարողանում անել այն քայլը, որը որ դուք արել եք ավելի քան 20 տարուց ավել, հա, որը որ ձեզ բերեց այսօր այստեղ։ Եկեք սկսենք նրանից, թե ով էր Ֆլորան Հայաստանում։ Հայաստանում Ֆլորան մինչև հիմա է մի պարզ աղջիկա, որը շատ արվեստի բնագավառում մեծացած, արվեստը սիրող, ոնց ասեմ, պարող, ակտող, Ինչ տեսակ պարերի։ ժողովրդական, եվրոպական ամեն տեսակի ես բարեկամություն անսամբլում եմ պարել։ Դրա հետ միասին պատանի հանդիսատեսի թատրոնի ստուդիայի սան եմ եղել, հետո շատ լավ ասմունքող եմ եղել, 6 տարեկանից բեմերի վրա եմ եղել, 6 տարեկանից ոտանավորներ, ասմունքներ, պոեմներ էի ասում, որ ժամանակները տանում էին ինձ գործարաններ կային, գաճի գործարան, փոքր երեխա է 6 տարեկան բեմերի վրա, որ ես արտասանեմ, շատ ուժեղ տոնայնություն ունեի ու շատ հոգով էի ամեն ինչ անում։ Այդ բնակավարում երեխա եմ եղել, այդպես մեծացել եմ, երեխա ժամանակվային շատ զբաղված եմ եղել, որովհետև դպրոցից հետո միշտ մի պարապմունք գնացել եմ, ծնողներս էլ միշտ։ Ընտանիքում կային արվեստի գործիչներ։ Չէ,
ուղղակի որոշել են, որ դուք պետք է լինեք առաջին շարքում։ Ես հիշում եմ, որ հայրս փոքրուց ինձ ասում էր, որ ես փոքրիկ դերասան եմ, միգուցե դրանից եմ ես կարդում էի պոեմներ էի կարդում դերասանների տոնայնությունով, ասենք կինոներ էի նայում այն ժամանակ ու իրանց ձայներով խոսում էի, մոտս կար ու շատ էի սիրում կրկնօրինակել։ Սիրում էի մարդու քայլվածքը, մարդու ծիծաղը, մարդու պատմությունը, խոսել մարդու խոսալաձևով, այդ ժամանակ երեխա ժամանակ։ Այդպես այդ դա եմ եղել ու ասենք չեմ ավարտել, դպրոցն եմ մենակ ավարտել, ինստիտուտ ընդունվել եմ, չեմ գնացել։ Որ ինստիտուտ։ Թատերական, մանկավարժականի թատերականը չեմ գնացել։ Այսինքն պատանի տարիքից տեղափոխվեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Չէ, պատանի տարիքում 20-ականներին 18 տարեկանում արդեն այդ ամեն ինչը վերջացավ, որտեղ ամուսնացա, 10 տարի ամուսնացած եմ եղել, հետո ճանապարհս փոխվեց, այսինքն հասկացա, որ ես իմ տեղում չէի։ Շատ ժամանակ մենք որոշումներ ենք կայացնում են մեր որոշումների պատճառով հայտնվում ենք ինչ-որ մի տեղ, հասկացա, որ պիտի փոխեմ ճակատագիրս, որը ամեն կերպով իմ համար չի։ Ու այդպես սկսեցի արդեն այն ժամանակ, որ ամուսնացած էի, շատ էի խմորեղեններ պատրաստում տուն առիթներին, ինչ-որ մեկի երեխաների ծնունդներին, ինչ-որ մեկի երեխան հարևանի ծննդյան օրներ պատրաստում էի, սիրում էին մարդիկ, ոգևորվում էի դրանից, ասում էին շատ սիրուն ձեռքի շնորհք ունի։ Հետո այն ժամանակ, մինչև անգամ այն ժամանակ, որ ասենք մի բան ուզում էի հագնվեի կամ տունը, ասա բոլորը նայում էին։ Ժամանակ չէի հասկանում, ներսիցս ինչ-որ տենց ստեղծագործական մի բան կար, որը որ ջիղ կար, որը որ դուք ինքներդ ձեր համար չէիք հայտնաբերել։ Ինքս էլ չգիտեի։ Իսկ ինչը ստիպեց ձեզ, որ գաք Ամերիկա։ Դե ես արդեն խմորեղեններ էի պատրաստում, շատ ինչ-որ մի իրավիճակում հայտնվեցի, որ պիտի փոխվեր այդ իրավիճակը ու այսպես տարբերակ եղավ, որ գամ Ամերիկա աշխատանքի բերումով աշխատեմ ու պիտի գնայի հետ։ Եղավ առաջարկ, որ ոլորտում աշխատելու։ Խմորեղենի, որովհետև ես բավական հաջողված էի այդ գծում։ Դա երկբազարականներն էր։ Դա եղավ 2000-ականներին, ես 98-99 այդ թվականներին ես բավական ինքս ինձ բիզնես էի անում։ Հայաստանում պատրաստում էի խանութներ կար, ինքս ինձ տանում էի տալիս էի Ռուսաստան գնացի, քանի տարի Ռուսաստանում աշխատեցի։ Մոտը ստացվում էր, ես գիտեի, որ դա իմ եկամուտն է, որտեվ ես դրանով կարողանում եի աշխատել, գոյատևել, ընտանիքիս պահել, ինչ որ հարկավոր էր ու այդ գծով տեղափոխվեցի Ամերիկա, ումից որ առաջարկը ստացա, չստացվեց աշխատանքը, բայց ես դե արդեն ստեղ էի, մեկ ամսվա մեջ աշխատանք գտա։ Ամերիկա, Գլենդել, Լոս Անջելես։ Ամերիկա, Գլենդելում չեմ ապրել, Նորթ Հոլիվուդում եմ ապրել։ Լոս Անջելեսում մի կնոջ մոտ, որը Հայաստանից եկել էր, հմեկ հեռուստատեսություն մեր աշխատում, ծանոթացանք, ես իր հետ սկսեցի նույն տան մեջ բնակվել, պատահական աշխատանք գտա, այսինքն ամենտեղ գնում էինք։ Օրահացը, հա։ Ահա, չէ, ես մի ամիս հետո ես գնացի արդեն գումար կար ձեռքս, ասենք նեղություն չեմ քաշել։ Ու դե բավական գումար չէ, մի քանի ամիս կարող էի չաշխատելով ապրեի, բարձս։ Ամերիկա մտած օրվանից բարձ եմ տվել։ Այդ որ գալիս են օգնություն կա բարեկամ, ես տենց բաներ չի եղել։ Ու պատասխանատվություն կար, որ ընտանիք երեխեք ունեին դեղ պիտի ապահովեի, մամաս օգնում էր, նայում էր, բայց ֆինանսական աշխատողը ես էի, չէ։ Ու մի ամիս հետո աշխատանք գտա, փորձնական ինձ կանչեցին, որ տեսնեն ինչ կարող եմ անել։ Հրուշակեղենների հետ։ Այո, այդ միտեղ մտանք, այդ աղջիկը ում հետ որ մնում է այդ կինը, ասեց մտնենք հայկական սուպերմարկետա, տեղից կոնֆետ վերցնենք, մոսկովյան կոնֆետների շատ էի սիրում, բանը սուրճի հետ,
մտանք այդտեղ, բայց այդտեղ չենք մտածել, գնում էինք այն ժամանակ Paradise, տարբեր խմորեղենի բիզնեսներ կային, Եվ առաջարկում էին ձեր, application էինք լրացնում, որ պիտի զանգեն, չգիտեի ոնց է մտեղից հասնել, ոչ մեքենա է քշում, մի խոսքով։ Ու ասենք ես մի տեղը պատահական մտա, մի քիչ աղքատիկ էր իրանց խմորեղենի բաժինը, առանց Գիշեր անունը Blackjack Market-ում։ Blackjack Market, okay։ Blackjack Market-ում Մայ հուսով իրան կա։ Baker կա, այդ Baker-ին կա։ Հիմա կնայեն ձեզ։ Հիմա բայց տնօրենները փոխվել են, բայց բնականաբար գիտեն, որ Գիշերն ինչ են բացվում է ինձանից է եղել։ Մի խոսքով իրանք երկու ռուս ունեին, այդ ռուսները շաբաթը երկու անգամ գալիս էին, ինչ որ ռուսական պերոժնիներ էին պատրաստում, դատարկ էր, մյուս հայկական տեղերը գնալով չէի տեսել, ու ոչ ակնարկի որ ինձ կվերցնեն աշխատանքի, հենց իմիջիայլոց հարցրեցի, ձեզ աշխատող պետք չի, ասեցին հարկավոր է, ու նույն պահին տնօրենին կանչեցին, որը որ ընդեղ էր։ Եկավ, խոսեցինք, փորձնական պետքա ասեց, տեսնենք ինչ կարող է անի։ Այս աղջիկը, որի անունը Եվա էր, ասեց չէ, պիտի իմանանք ինչքան եք վարձատրում, որտեվ ասում աստեղ Ամերիկայա կտանեն քեզ կաշխատացնեն չեն վճարի, հա, բաց փորձառություններ, բայց ես դրանից չէի վախենում։ Քանի որ ներսից ինքնավստահ էի, ասեցի լավ եկեք սենց պայմանավորվենք, ես վաղը գամ ձեզ մոտ աշխատեմ, դուք ինձ պետք չունեք վարձատրեք, ես ցույց տամ ինչ կարող եմ անել, ես եմ առաջարկում։ Հետո տեղից կորոշենք, եթե դուք կուզեք ինձ վերցրեք, եթե չէ, ես իմ ճանապարհով կգնամ։ Այդպես հաջորդ օրը առավոտյան այնքան հանգամ ոչ մի բան կյանքում հենց այնպես չի պատահում։ Ոնց որ ասեցի, ես մեկին չունեի, որ ինձ տաներ, բերեր, ու ցաղջիկը որտեղ որ աշխատում էր, ռոս մի հատ խանութ կա տեղ էր աշխատում, ու ամեն օր ինքը այդ խանութի դիմացով էր անցնում, որ գնար աշխատանքի, ասենք ինքը ճանապարհին ինձ իջացներ, ու ինքը գնար նույն ժամին։ Ասենք լինում է, ոնց ասեմ, որ հանգամանքները ինձ հաստատվում, որ պիտի դրանք այդտեղ լինեն, որ այդ պահին քեզ օգնեն, որ դու այդ պահը կարողանաս հաղթահարել։ Դու ժամանակ չես ֆիքսվում, բայց այդ ամեն ինչը պատահական չի, որ այս բոլորը արդեն նախատեսված է եղել հենց քո համար։ Ու այսպես առաջ օրը գնացի, շատ զարմանալու բան պիտի ասեմ հիմա։ Դե ես Հայաստանից եկած, Հայաստանում մենք երկու տեսակի ալյուր ունենք։ Մի հատ սովորական ալյուր, մի հատ վիշի սորտ, հիմա չգիտեմ կա թե չկա։ Այստեղ այդ տարբերությունն էլ սովետական էր, չէ՞, վիշի սորտի։ Բազմապիսի ալյուրներ կա, որ ամեն ալյուրով մի բան է, բայց ես չգիտեմ ոչինչ դրա համար։ Ու հիմա ես փորձնական բաներ պիտի պատրաստեմ, էկլերներ եմ պատրաստել, այս տնօրենը մենեջերը հետ գալիս է ակլերները տեսար, ինչ ալյուրով ես օգտագործել, ասում եմ ես, տես մասնագետ է, գիտի, այսքան փորձում եք, ու ես այդտեղ ֆիքսեցի այս ալյուրը, ես մոտս գրեմ, այս ինչ, ուրեմն այդտեղ պահիտակ պիտի կարողանաս իրավիճակը հասկանաս, հետո տորթ եմ պատրաստել ու ինչը որ ինչ պատրաստում եմ ճիշտ ալյուրն եմ վերցնում առանց իմանալու, դες մասնագետ չեմ, ես տունը խմորեղեն պատրաստող եմ։ Մի խոսքով ես պատրաստում եմ, բայց կարամ մեքենայի նման աշխատել, այդ իրանց երկու սառնարանը 8 ժամվա մեջ լցվեց, ինչ պատրաստեցի, տարան դրեցին խանութ, ես մենակս կարողանում եմ այդպիսի արտադրանք տամ։ Տարան խանութը փաստորեն ես հասկացա ու արդեն 3 ժամ հետո ես գիտեմ, որ ես աշխատանքի եմ ընդունվել, բայց ինքը պետք է օրվա վերջում ինձ ասեն, որտեվ հələ պիտի քեզ փորձեն քիչ բարձրացնել, հələ պիտի այդ բայց ես արդեն գիտեմ 3 ժամ հետո ես գիտեմ ես գործը արդեն իմն է, այնտեղ բերել են շելֆեր են կպցնում, ապրանքներ են բերում, որ ես պետք է այնտեղ մարդ չունեն այնտեղ։ Ամեն ինչը պատրաստեցի, մոտս այդ փոքրիկ նոտերը արեցի, գրառումներ արեցի, որը ինչ ալյուրով է, ինքնին ասացի Ֆլորա մի բան սովորեցիր ստեղ Ամերիկայում, ու ես չեմ մտածում սա չլինի ուրիշ տեղ որ գնամ, որ իմանամ որտեղից ինչ եմ վերցնում, ինչ եմ պատրաստում։ Վերջացրեցի աշխատանքս, գոգնոց մի հատ կանաչ գոգնոց էին տվել, որ կապեմ, այդ գոգնոցը հանեցի դրեցի սեղանի վրա, ու այս աղջիկը Եվան ինձ ասել էր, որ
Ֆլորա, ես այդ ժամանակ աշխատանքի կլնեմ, թե պետք իրանք ասեցին, որ տուն կտանենք, ասեց այս հայերի հույսին չմնաս, դու փողոցը սենց կբռնես 20 րոպե որ քայլես դու կգնաս, հետո այս փողոցից նոր է մեկի Ամերիկա, լրիվ գծած մոտս կա, թե ես ոնց պիտի տուն գնամ։ Գոգնոցը հանեցի, ոչ տվյալ ունեն ինձանից, ոչ հեռախոսի համար ունեն, ոչինչ չունեն ու քայլելով գնում եմ։ Եկել հետևից կամերաները դրած, տեսան երևի ես դուրս եմ գալի, բավականին լիքոտ տղա էր տնօրենը, մեկ էլ հետևից Ֆլորա, ախր գիտես ինչի համար, որտեվ իրանք քեզ նենց են մոտենում, ոնց որ դու երկրորդ, երրորդ սորտի մարդ ես, որ դու իրանցից կախված ես, որ դու գիտես, որ դու արդեն արել ես, բայց իրանք փորձում են այնպես մատուցեն, որ դու մտածես դու հələ չես հասել այդտեղ։ Ես ինքնավստահ լինելով, քայլելով գնացի, ասի ես արդեն արեցի ու ես ինձանից գոհ, որի մոտ ստացվեց։ Ու ցայնա տալիս։ Շուռ եկա, ասեց Ֆլորա, վաղը գալու ես, չէ՞ վաղը։ Ասեցի չգիտեմ, գալու եմ, ասեց հա, արի կխոսանք վաղը։ Գնացի Եվան եկավ, սենց ուրախ պատմում եմ, ասում սենց պատահեց, ասեց դե հիմա վաղը կգնանք ու գումարից կխոսաս։ Ասի նո, ես գումարից չեմ խոսալու։ Ես արեցի, թող իրանք ինձ գնահատեն։ Մի խոսքը ֆորսնական ինձ ասեց, արի մի ամիս աշխատի։ Սկիզբը տեղից սկսեց։ Ու ես մի ամիս հետո 20 հատ աշխատող հեռուստատեսությունով հայտարարություն տվեցին, ընդունեցին։ Մի ամիս հետո դարձա տեղի մենեջերը ու սկսեցի աշխատացնել։ Ու ինչքան տևեց դա։ Առաջի ամիսը ինձ $1000 տվեցին, թե 1400, թե ինչքան, ցայն չհանեցի։ Երկրորդ ամիսը բերեցին 1600, դա իմ աշխատավարձն է, ասի ոչ, սա չաշխատի։ Ասի ես երեխաներ ունեմ, ես տանվարձ պիտի տամ, առավոտից գալիս եմ, մի խոսքով, որպեսզի ոչինչ չլինի հաշվապահի միջոցով ինձ $1600 աշխատավարձ էին տալիս, առանձին ծրարի մեջ ինձ քաշ գումար էին տալի, որ իրանց մոտ այդպիսի աշխատավարձ չկա։ Ու ես այտենց մնացի, սկսեցի աշխատել, աշխատացնել, իրանց բիզնեսը։ Ինչքան ժամանակ տևեց դա։ Մի տարի 8 ամիս աշխատեցի տեղ ու այդ բիզնեսը բացվեց, մի հատ Կարինաս Բեյքերի կա, դրա հետ միասին։ Այդ է ուզում ասել, իսկ Կարինաս Բեյքերին նույն ժամանակամիջոցում ա եղել, հետո Կարինասի հետ շատ մտերիմ ընկերներ են Կարինեի հետ, հետո հանդիպել ենք, դե հետ առաջներում ես գնում Բեյքերներին դասեր էի տալիս տարիներ առաջ, այդ Ռվրակով հանդիպել եմ Կարինեին, ծանոթացել ենք, շատ մտերիմ ենք։ Կարինեն ինձ միշտ ասում է, որ դու բլակջակում էիր, ինձ ասում էին այդ բլակջակի աղջկան բեր, ինքը շատ լավ է կոմոդ, բայց ինքը ինձ հանդիպեց դրանից երևի 10 տարի հետո։ Արդեն երբ որ դուք Վեգաս էիք։ Արդեն ես Վեգաս էի, հետո մի տարի հետո, ինչպես միշտ հայկական բիզնեսներում միշտ խնդիրներ է ալնում, ինձ առաջարկեցին, որ Լաս Վեգասում բիզնես են ուզում բացեն, որտեղ սա շատ լավ աշխատող բիզնես էր։ Այդ խանութի մենեջերը իրանք տնօրենները միշտ անկեղծ չեն, ինձ ասեց, այս քո գալուց հետո ամսական $5000 առևտուր ունեին, բարձացել է 30000-ի, որտեղ խմորեղենի համար մարդիկ ստեղ են գալի, հացն են առնում, մյուսը սաղարում գնում են։ Բայց ինչպես միշտ կապ չունի դու ինչ ես անում, փորձում են քեզ միշտ կախվածության մեջ պահեն, որ դու մտածես ինչ որ բան չես կարողանում անել։ Ոնց որ նախորդ զրույցում ասացի, ես երբեք մարդկանց կարծիքներին թույլ չեմ տվել, որ օգնեն, որ ես իմ մասին կարծիք կազմեմ, ես ինքս միշտ հավատացել ու մտածել եմ, որ ես կարող եմ ավելին անեմ ու պիտի անեմ։ Ու միշտ հավատացել եմ Աստծուն, որ իմ հետ է, իմ ստեղծի ինձանից լավ, ինքն է ինձ ճանաչում, ինձանից լավ, ու ես։ Ու այսպես առաջարկ եկավ, որ պիտի Լաս Վեգասում բիզնես բացվի, պարսկահայեր էին, լսել էին, որ ես շատ շնորհալի աղջիկ եմ, ասեմ, որ այդ բիզնեսում հիմնական իմ ռեցեպտներով էր, որովհետև ես բավականին փոփոխություններ էի վերցրել մեր հայկական խմորեղենների։ Հայկական ռեցեպտները փոփոխություն էի մտցրած,
շատ լավ ու ասեմ, որ իմ դուրս գալուց հետո այդ խանութի աշխատողները ամեն մեկը միտեղ գնացին մենեջեր դարձան ու ես անմնացորդ սովորացնող եմ հիմա էլ Լաս Վեգասում ցանկացած հյուրանոցի ամենատապ քեկ դեկորատորի իմ աշակերտն ա եղել ու ես դրանով ինքս ինձ լավ եմ զգում որ ես նայում եմ դիմացինի, եթե դու ճիշտ ներդրում ես անում, հետո արդյունք այդ կապ չունի, իրանք գնահատում են թե չէ։ Այդ կապ չունի, իրանք ընդունում են, բայց դու գիտես, որ երեկվա ներդրումը այսօր օգնել է ու դու այդ պտուղները տեսնում ես, անկախ նրանից մարդիկ թե դրան ինչպես են նայում, որտեղ շատ ժամանակ մարդիկ մտածում են, որ հենց իրենք են, իրենք արեցին, կապ չունի, իրանց խնդիրն է, իրանք ոնց ուզում են այդ են մտածում։ Իսկ ինչպես բացվեց ճանապարհը դեպի Wynn Las Vegas։ Դե Wynn Las Vegas ես եկա հայկական բիզնեսի համար Las Vegas։ Այստեղ 2-3-4 հատ հայկական խանութ կար այն ժամանակ, որ իբր պետքա բիզնեսը աներ հայկական խանութների հետ միասին։ Հետո այդ բիզնեսի օներները մի քանի հատ պարտներներ կային մեջը, ես պիտի տեղ աշխատեի, մենեջեր լինեի, ինձ էլ ինչ-որ տոկոսային մաս պիտի տային այդ բիզնեսից։ Մի խոսքով եկա 6-7 ամիս այդ բիզնեսի մեջ, չեղավ ոչինչ, ես այդ բիզնեսի միակ աշխատողն էի, ես թխում էի, ես տանում հանձնում էի, ես ամանները լվանում էի, ոչ աշխատող հայր արեցին։ Հենց ամեն ամիս ասում են հաջորդ ամիս մարդուն ունենք ու տենց գումար էին ինձ տալիս, որ ես կարողանայի տան բարձր ստայի ու $50 ավել։ Իսկ չեք կարծում որ ինչ-որ փորձեր են անընդհատ շահագործեն ձեզ։ Միշտ առանց կարծելու պայմանավորված դա։ Դե որ ասում է don't take my kindness as a weakness, որ անգլերենում ասում են, միջև հիմա ես երբեմն զգում եմ, որ նորից շահագործվեցին։ Ձեր պատմություններից ես տեսնում եմ, որ ինչ-որ Ամերիկա գալով, միգուցե նաև Ամերիկայից առաջ, ձեզ անընդհատ փորձեր են շահագործել։ Բնականաբար, դա 100%-ով։ Ու շատ ժամանակ այնքան մտերիմ մարդիկ են, դու գիտես, որ իրանք մտածում են, որ դու շահագործվում ես, կամ դու չհասկացար, բայց դու հասկանում ես, բայց միևնույնն է անում ես, որովհետև կապ չունի իրանք ինչ են մտածում, կարևորը դու ինչ ես մտածում ու ինչ ես անում, ու դրա հետևանքով դու ստանում ես այն ինչ որ արել ես։ Ճիշտ է, շահագործվել են, անընդհատ փոսեր են պատրաստ ընկել են մեջից հետո դուրս եմ եկել մենակaz, բայց կարողացել եմ։ Գիտես ինչի համար, որովհետև չեմ կենտրոնացել, օքեյ, դու մտածեցիր ինձ օգտագործեցիր, թ տենց լինի։ Ես չեմ արել, որ օգտագործվեմ, ես ընդհանրապես արել եմ, որ այդ պահին օգտակար լինեմ, ես ընդհանրապես արել եմ, որ լավ բան անեմ, ես ընդհանրապես ես ստացել եմ հաջորդ օրը ստացել եմ այն ինչ որ ես եմ արել, ով որ ինձ գցել է, իրանք ստացել են նա ինչ են արել, դա իրանց խնդիրն է։ Դու մենք մեր կյանքում շատ ժամանակ գնանք իմանանք մեր ապագան ինչ է լինելու, գնանք ու շատ տարածված է։ Մենք այսօր ինչ անենք, դա մեր վաղվա օրն է։ Վաղը։ Այսօր ենք կերտում մեր ապագան, այո։ Այսօր ինչ անեմ, դա իմ վաղվա օրն է։ Սխալ բան արեցի, վաղվա օրը դա կտեսնեմ ու եթե սայթակեցի, նախ հայլին պիտի իմ վրա պահեմ, տեսնեմ ես որտե սխալվեցի, մինչև որ մարդկանց մեղադրեմ, այո, 10% կարող է պատահի ուրիշի սխալներ, բայց այն 90%-ը մեր սխալն է, որտեվ մենք ենք անում որոշումը, մենք ենք ընկնում մեջը։ Շատ լավ։ Ֆլորա, դուք մասնակցել եք ամերիկյան հեռուստաշոուներին, ուզում եմ հիշեմ անունը, կհուշեք։ Food Network-ի մասին։ Food Network-ի մասին եւ զբաղեցել եք բավականին լավ ցուցանիշներով բարձր տեղ ու նաև եղել ստացել եք մրցանակներ դրա համար ո՞նց եղավ այդ անցումը, այսպես ասած, ինչպես ձեզ հրավիրեցին մասնակցելու նման հեռուստաշոուին։ Դե ես սկզբնական շրջանում որտեղ որ մեր պատմությունը մոտավորապես ավարտվեց, ես դեռ հայկական բիզնեսում էի, չէ՞ աշխատում։ Ես հետո աշխատանքի ընդունվեցի կազինոյում, տեսա որ այդ աշխատանքը չի։ Որ կազինոն էր դա առաջինը։ Դե ոչ միտեղ ինձ չէին էլ ուզում դուրս գային ինձ տեսնեին, ոչ անգլերեն էի խոսում, գնում էի պատերի տակ կանգնում էի,
դուրս էին գալիս, արդեն ինքան էին ինձ տեսել, մեկ վիրավորում էին, գալիս եք այդ մարդկանց գործից գցում եք, վիրավորված դուրս էի գալիս։ Ում ես դու պետք, ով է քեզ ճանաչում, երազում էի այդ շեֆերից մեկի հետ հանդիպեմ, որ իրենց ասեմ կամ ձեր մոտ աշխատեմ չէր լինում։ Հետո Իսկ ով էր այդ խոսքերը ձեզ ասում։ Այդտեղ մենեջերը գնում է ասենք կաֆեյում, որտեղ պիտի այդ շեֆերին տեսնես, ներսն են, չէ։ Կաֆեյում տեսնում էի խմորեղեններ կա, Bellagio-ում, Paris Hotel-ում գնում էի ասում էի, շեֆին կկանչեք զբաղված է, շեֆը կյանքում դուրս չի գալու քեզ տեսնի։ Մի անգամ մի հատ salesman կար, որ ես նայել եմ ասում, կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, այդ salesman-ը միշտ գալիս էր Blackjack Market ու որ նոր product էր լինում, ինձ ցույց էր տալի մենեջերն էի, չէ, դե որ օգտագործեի։ Հետո ծաղիկներ էր շաքարից ծաղիկներ էի իր մոտից գնում, մի խոսքով բաներ։ Ինքը մի անգամ զանգեց ինձ, ոնց է Las Vegas գնացիր, ոնց ես էլ ասացի ոնց եմ, որտեվ այդքան էլ լավ չէի։ Ինքն ասաց, որ գալու է Las Vegas, բայց Las Vegas-ը լավ չգիտի, եթե ես իր հետ իրան օգնեմ գնանք այդ կազինո, որտեվ ինքը salesman-ը, չէ։ Այո։ Ասաց դու ինձ տեղերն ասա կգնանք այդ բիզնեսները, բեքրիները, ես էլ անգլերեն խոսում էր ինքը, կփորձեմ որ հանդիպենք իրանց հետ, ասեմ քո աշխատանքին։ Լինի ձեր թարգմանի չէ, հա։ Ու այդպես գնացինք 30-40 տեղ կազինոներից բռնացրած, ամենտեղ ոչ մեկ քեզ չի ընդունում։ Մի տեղ 40 հատ բիզնես ենք մտել, մի տեղ ինձ մի օրով ասացին կվերցնեն աշխատանքի, ֆրանսիացի էր։ Ասեց դա մի հատ բեյքրի էր, որ անունը ինչ էր բեյքրու, չեմ էլ հիշում հիմա։ Կազինոյի մեջ էր։ Չէ։ Okay, առանձին։ Առանձին բեյքրի էր։ Ասեց մի օրով ուտեսնեմ, եթե լավ աշխատի, ժամական $11 կտամ, եթե լավ չաշխատեց $10-ից ավելի չտամ։ Դա արդեն որ թվականներ։ Դա 2000 թվական եմ ես ասում։ 2002 կներեք, արդեն Վեգասում եմ։ Մի խոսքով գնացի ասեց ես հաշվում եմ։ Մի խոսքով, եթե ես շաբաթը մի օր այստեղ աշխատեմ, դե հետնել էլ այդ հայկական տեղերը աշխատում էի, այդ խմորեղենները տանում էի, դա կօգնի ամսական ինչքան կգա ամսական 400 քանի $, ինձ փող կլինի հաշվարկը, ոչինչ հարմար է։ Գնացի առաջ օր աշխատեցի, երբեք մի օր չաշխատեցի, ինձ 3 օր աշխատանք էր կանչում, իրա գործնել էր տալիս ես էի անում, մի ամիս այդպես աշխատեցի։ Հետո ինձ ասեց ես քեզ կօգնեմ, որ դու աշխատանք գտնես։ Դու ասեց, եթե ես տեղ ունենայի, քեզ բաց չի թողի, ասեց you are gold, ասում you are a treasure, այսինքն ինձ Բայց չեմ կարող ընդունել։ Ասես տեղ չունեմ, որ տեղ ունենայի, ես քեզ ոչ մեկի չէի։ Բայց ինչ էր մի ամիս ձեզ պահում, իզուր հույս էր պայպան։ Չէ, ինձ մի օրով էր չէ աշխատանք կրել, բայց 3 օր մարդը կանչում էր ինձ, որովհետև like he think I'm so good։ Okay։ Հետո զանգեց։ Ինքը առաջ մի հատ կազինո կա Harris-ի executive chef-ն ա եղել, Las Vegas-ում բոլորը ճանաչում են իրար, բոլոր շեֆերը։ Զանգեց։ Բնական է։ Տարբեր հյուրանոցներ executive chef-երին։ Ասաց, որ ես մի հատ աղջիկ ունեմ իմ մոտ, հիշում եմ խոսքերը անգլերեն լավ էլ չէի հասկանում։ She's gold, ասма, she has a gold hand, ասма only one problem. She doesn't speak English. Դե որտեվ չի խոսում չի հասկանում ինչ ասում։ Մյուս օրը 3 տեղից ինձ հարցազրույցի կանչեցին։ Caesar Palace, Bellagio, Paris Hotel։ Այսինքն Las Vegas-ում դեռ մաֆիայի կանոնները գործում է, էլի։ Բոլորին ճանաչում։ Ռեպուտացիան շատ կարևոր է այստեղ։ Մի խոսքով գնացի 3 տեղն էլ ինտերվյուների գնացի, տարբեր ժամերի էր։ Ինչ կարող ես անել ցույց եմ տալիս։ 3 տեղն էլ ինձ աշխատանքի ընդունեցին։ Հիմա միաժամանակ 3-ն էլ ասացին օքեյ է։ Հիմա դե կարևոր ռեպուտացիան լավ ռեպուտացիա եկել ես, քեզ տանում են ստեյշնները, ստեղ կարող ես ինչ որ դե ցույց տվեցին, ասի հա կարող եմ անել։ Հիմա ես պետք է որոշեմ որտեղ եմ ուզում գնամ։ Okay, մտածեցի ես, քանի որ այսքան բաց թողում եմ արի, 2 աշխատանք պիտի վերցնեմ։ Մեկը ներողություն մի հատ էլ հայ հյուրանոց կար, դա Aladdin էր, փոխվեց հիմա Planet Hollywood-ը տեղել աշխատանքս։ Դա վերցրի Bellagio-ն կանչեց, բայց հələ գծի վրա եմ, որ ինձ պիտի զանգեն, բայց այն 3 waiting list-ի տակ եմ։
Caesar Palace-ում շեֆի հետ խոսեցի, ասացի ինձ նենց schedule կտաս, որ այն մյուս գործն էլ աշխատեմ, այսինքն 10 առավոտվա 4-ից մինչև 12-ը, այն մյուս գործն էլ ժամը 1-ից մինչև 9-ը։ Ջան հույին Գերմանիայում սրանք սաղ մրցանակներ շահած, ոչ մեկ պատական չի գալիս շեֆ լինում։ Չինացի էր, ասաց Flora you cannot, ասեցի no, ես կարամ։ Ասաց you cannot do two jobs, it's very hard, ասի no, ես կարեմ, դու ինձ schedule-ը տվեք անեմ։ Մի խոսքով, ստեղ խոսացի նեգոշիետ արեցի, սրանք ինձ 4-ից 12-ը տվեցին, Ալադին հյուրանոցում էլ ինձ տվեցին 1-ից ժամը 9, ու ասեմ, առաջի օրվանից մտել եմ, ամենալավ գործերն եմ արել, տորթերի վրա են տվել, որ աշխատեմ, այնտեղ տանում եմ ռեստորանի ֆինիշինգները, Այսինքն դուք ինքնուսուց կարողացել եք ինքնուրույն սովորել դա ամեն ինչը։ Կադր է եկել է, ինձ ոնց գործի ընդունեցին, որ հատուկ դասերի չեք մասնակցել։ Բացարձակ ես ոչ մի դասի չեմ գնացել։ Խմորեղեն էի պատրաստել տարել էի, ֆրանսիացի շեֆերը տեսան, այդ որ ինձ կանչեցին, տեստինգ էի սարքել տարել հետ։ Ինձ ասեց դու ֆրանսիացի ես, ասեց are you French, ասեցի no։ Մեկ էլ էս մարդը ասում է she education from France խափեց որտեվ իրանց education-ը չէ պետք բայց ես իրանցից լավ իրանց դեսերտները պատրաստում էի այսինքն արդեն ես ինձ ներկայացրել են ու գործը տեսել են ու ինքը նայեց մյուսներին կանչեց մյուս շեֆերին ասեց նայի տեսան գործս տեսան ոնց է պահը մոռացա ասեի Մի խոսքով տենց 2 ժամ 16 ժամ օրական աշխատում էի 2 օր նույն օրը day off ունեի որը գնում էի այդ մարդուն օգնում էի որ ինձ աշխատանք ընդունեց որտեղ ինքը մարդ չուներ ուրեմն 2 օր աշխատում եմ 8 ժամ այն մյուս օրերը աշխատում եմ օրը 16 ժամ շաբաթական քանի ժամ 96 ժամ աշխատում եմ ու ոնց եմ տուն հասնում դա տենց արեցի մի տարի ավտոմատի մեջ էի եկել ավտոմատ այդ ամեն ինչը գնում էր ոնց էի տեղ մեկ տուն էի հասնում չգիտեի ոնց եմ տուն հասնել մի տարի հետո 9 ամիս հետո ներողություն հետո Բելաջոն ինձ գործի կանչեց ինտերվյուի գնացի Բելաջոն ինձ գոյի երազանք սա որտեվ Բելաջոն այն ժամանակ Las Vegas-ի ամենալավ հյուրանոցն է ու շեֆերը ամենատապ MOF բարձր կարգի իրանց դեսերտներ երազանք սա որ մտնեմ իրանց հետ աշխատեմ Բելաջոն ինձ աշխատանքի հրավիրեց ու իրականացավ ձեր երազանքը ու ես մտա Caesar Palace-ից դուրս եկա հիմա 4-ից 12 ու էլի տալիս են իմ ժամերը 4-ից 12-ը որ 1-ից 9 գնամ այնտեղ 9 ամիս Բելաջոյում աշխատեցի ու այդ ֆրանսիացիների հետ բոլոր դեսերտների ձևավորման վրա մենակ ձևավորում էի անում 9 ամիս հետո միաժամանակ բարձրացրեցին ինձ փոխեցին տորթերի բաժին Աստիճանները ոնց է կարգավորվում ասեք այն ժամանակ հիմա փոխվել է էլի helper Ես որպես օգնական եմ ընդունվել։ Հետո դու դառնում ես որպես խմորեղեն պատրաստ։ Այսինքն ինչ-որ հիերարխիա չկա։ Դարձա հետո խմորեղենի մասն, այսինքն baker, խմորեղեն ես պատրաստում։ Հետո երրորդը դարձա cake decorator։ Դե ես 5 տարի Բելաջոյում աշխատել եմ, 5 աշճան ինձ բարձրացրել են։ Հետո դարձա assistant pastry chef։ Հետո դարձա տորթերի արտիստ 5 տարվա մեջ, 5 տարի չի, երևի 4 տարի 8 ամսվա մեջ ես 5 աշճան բարձրացա Բելաջոյում ու հենց Բելաջոյում ինձ ուղարկեցին channel որ իմ շեֆը ում մոտ որ ես աշխատում էի Jean-Philippe Morin շատ հայտնի Vegas-ում շապեր ուներ հիմա ամբողջ 6-7 հատ cruise line-երի վրա լրիվ իր pastry-ներն է ինքն է ինձ առաջինը որ ասացի ընդունել ինքն է ինձ շեֆ դարձրել վստահել ինձ ու դրանից հետո ինքը ուղարկեց ինձ գնացել էր մրցումների որտեղ ինքը դատավոր պիտի լիներ World Pastry Cup ինքը միշտ դատավոր էր ունդեղ տեսել էր որ տորթերի մրցույթ կա ու մոտեցել էր իրանց ասել էր ես մի հատ աղջիկ ունեմ որ ուղարկեմ ստեղ սաղին ստեղ բան կանի Վատձևով էր ինքը ասել, բարերը չեմ ուզում կրկնեմ ու Food Network-ից սկսեցին ինձ անգել, որ
մենք շոու ունենք, ուզում ենք որ դու գաք, որ Ժան-Ֆիլիպը նենց է քեզ ներկայացրել, որ մենք շատ excited ենք, ուզում ենք տեսնենք քեզ, քո տեսակը, ուզում ենք տեսնենք դու ինչեր ես սարքում, դե ասելա, տենց մեկը չկա։ Հա, տենց երկու անգամ գնացի տենց շոուներին ու շոուներից մեկի ժամանակ շոուի տապ ջաջը ժյուրիան ինձ կանչեց, ասաց, որ այս շոուները քո համար չի, ճիշտ է, TV շոու է։ Բայց արդեն հաղթանակներ ունեք շոուներին։ Ես առաջին իմ մրցույթը Food Network-ի, այո, ես համարյա հաղթած էի վերջի րոպեին Շաքարիս կտորը կոտրվեց ու ես չափանիշով 2 ինչ ցածր եղավ, ես չշահեցի, բայց այդ ոչ մի նշանակություն չունի։ Ես այդ իմ աշխատանքով ինձ սկսեցին բոլորը ճանաչել, որովհետև ես ասենք սկզբից ոնց էի պատրաստել, շաքարը էփում էի, շաքարից ստեններ էի պատրաստում, մեկի տեսնեմ այնտեղ այդ hardware գործիքներով, այդ դրելով, բանով, բորդեր են սարքում, զարմացել եմ, ասես մարդիկ ինչ են անում, այսինքն իմ այդ ճանապարհը, որ ես ցուսարի համար discovery էր, ես առաջի մեքենան ոտերի վրա կանգնած, առաջինը ես եմ պատրաստել, միշտ պարկած կարծում կգտնեմ, թե դրա անպայման գտեք դնենք, որ տեսնենք, միշտ տորթը պարկած է եղել, ես այն ժամանակ եմ խոսում, այն տարիները, հիմա այնքան սիրուն բաներ են սարքում, ավտոյի վրա այդ Elvis Presley Cadillac-ն էի պատրաստել ու իրանք փոքր չափսերի, ինքը շոուփիս էր ոնց որ, բայց տորթի էլեմենտներով, առաջի մեքենան ես եմ պատրաստել, շաքարից այդ գիտարը էփեցի, շաքարը այնտեղ պատրաստեցի, ու ասենք դատավորները, որ հետո դուրս ես գալի facing the judges, իրանք խոսում են քո աշխատանքի մասին, այդ վիդեոն միգուցե կգտնեմ ցույց կտամ կամ online կգտնեք, որ judge-ն ասում է, որ you pissed us off, ասում է, you making something, you hiding, we don't understand what you're doing, ասենք չէին հասկանում, թե ես ինչ եմ անում, հետո ես վերջի մի ժամը սա հավաքեցի, դարձավ մի հատ հրաշք աշխատանք, այսինքն կապ չունի դու շահում ես, թե չես շահում, կարևորը թե դու ինչ արեցիր, ու տենց ինձ ճանաչեցին։ Իսկ կարծում եք, որ ձեր հայ լինելը ինչ որ ձևով օգնել այս։ Բնականաբար հայիկեն, նա ինչ անում է։ Մենք շատ մաքուր գեն ունենք։ Մենք ուղղակի վատ բաներ անում ենք, ոնց որ բոլորս, բայց այդ ոչինչ չի փոխում մեր էությունը։ Ես իմ հետ համեմատեմ, որ ասենք ցանկացած հարցազրույց, ցանկացած ինչ լինում է սովորական։ Եթե ինչ որ մի բան իմ ազգի կողմից ալում, իմ համար դա հատուկ մի բան է։ Ես ուրախանում եմ, որ ինձ տեսել են, ուզում են իմ հետ ծանոթանան, ուրախանում եմ, որ ինձ ծափահարելու են, գիտես, իրանք իմ ընտանիքն են, ուզում եմ, որ ուրախ լինեն ու ոգևորված լինեն, որ մեր կյանքում մենք իրարից բացի ոչ մեկ չունենք։ Մեր մասնիկներից մեկը ունի նման հաջողություն, որը որ հպարտության առիթ է, որ պետք է հպարտանալ նման մարդկանցով։ Դա է, որ պետք է բոլոր մեր հայրենակիցներին որպես մեսիջ հասցնենք։ Մեր ամբողջ ոդկասթի նպատակն էլ է դա, դրա համար ենք այսօր այստեղ։ Ու բոլորն էլ ունեն, բոլոր ցանկացած հայ ունի դա, որ ուրախանում են, ցանկացած հայ հպարտանում են, մենք բոլորս ունենք դա։ Նայեք, հիմա դուք այսօր հասել եք այն աստիճանի, որը որ բոլորին թվում է թե դա այդպես էլ պետք է լինել, բայց ոչ մեկ չէր տեսել, չէր լսել ձեր անցած ճանապարհը, ամբողջ այդ դժվարությունները, որ դուք կանգնել եք հյուրանոցների մոտ ու ձեզ չեն ընդունել։ Բոլորին թվացել է թե հենց սկզբից էլ տենց գնացել է ու վստահ եմ շատերը նույնիսկ մտածել են, որ ծանոթի միջոցով արել եւ այլն եւ այլն։ Դրա համար է ուզում անպայման բացահայտել։ Իսկ ոնց եղավ Steve Wynn-ի մոտ արդեն Wynn Resort-ում հայտնվելի այդ անցումը ոնց տեղի ունեցավ։ Մի հատ ուզում եմ այդ ծանոթի միջոցով պահը ասեմ, ծանոթի միջոցով կարող ես աշխատանքի ընդունվել, բայց ծանոթի միջոցով չես մնա այնտեղ։ Ծանոթը կմիշնորդի, որ դու չմնաս այնտեղ, հա։ Ծանոթը չի կարող միշնորդի, որ դու մնաս այնտեղ։ Հակառակն եմ ասում, կարող միշնորդի չմնաս։ Չէ, իսկ Steve Wynn-ի պահը ոնց եղավ, տենց հիմա Bellagio-ից արդեն ինձ Wynn-ից առաջարկ եկավ, որ ես գնամ Wynn։ Հենց այդտեղ ինձ պաշտոն տվեցին, որ ես չգնամ Wynn։ Wynn-ը 2005-ին բացվեց։ Ու ես մնացի։ Նա արդեն ծախել էր Bellagio-ն, չէ՞։ Հա, ես արդեն մնացի, բայց 2007-ին ես արդեն գնացի,
նորից ինձ առաջարկեցին, այս անգամ ես արդեն գնացի ու 5 օրում ինձ աշխատանք են ընդունվել, տենց բան չկա։ Այն ժամանակ drug test, background check minimum 3-ից 4 շաբաթ տևում է 5 օրվա մեջ աշխատանքի եմ ընդունվել, ինձ առաջի շաբաթն ինձ արձակուրդ են տվել։ Առանց տեստինգ փորձնական ոչինչ չեմ արել, արդեն իրենք գիտեն ում են ընդունում։ Ստիվը գիտեր, որ Չէ, Ստիվը չգիտեր, ինձ շեֆեր, ես հələ շեֆերի մոտ եմ։ Ստիվը հենց 2007-ին իմացավ իմ մասին, երբ որ կենտրոնական հեռուստատեսությունից զանգեցին Ստիվին, որ ասացին ձեր հյուրանոցում մեկը կա, որ թող գա այդ շոուին, որտեղ ես գնացի դարձա աշխարհի չեմպիոն, 100 պրոֆեսիոնալների մեջից Grand Prize մրցանակը շահեցի, որը դա ամենամեծ մրցանակն էր։ 3 տարի իրար հետևից գնացի, առաջի տարին gold ստացա, երկրորդ տարին first runner up, որ էլի հաղթողը պիտի ես լինեի, միշտ մի բան գտնում են ու երրորդը grand champion դառա։ Ամենաբարձր աստիճանն է։ Ամենաբարձր grand champion 100 պրոֆեսիոնալներ Հիմնական մասնակիցներ այդ 100, որ ասում եք, իրանք բոլոր շեֆերն են Ամերիկայից։ Շեֆեր չեն, իրանք բոլորը տորթերի արշաքարի ու տորթերի արտիստներ են։ Իրանք իրանք բիզնեսներն ունեն, իրանք տարբեր տեղերից, տարբեր նահանգներից, տարբեր երկրներից տորթ են պատրաստում, բերում են ու այդ շոուն պիտի 3 օր դատում են։ Ու դրանից հետո մի հատ էլ մեծ մրցանակ ունեցա։ Դրանից հետո մեջտեղում էլի եմ գնացել Food Channel, որը գործի տեղն է, վինն է ուղարկել, էլի հաղթել եմ էպիզոդներ, բայց 2019 թվականին, դա եղավ 2010 թվականին ես դարձա Grand Champion, 2019 թվականին Միջև այդ ուրիշ մրցանակներ եմ եղել 12 թվին Premier Artist of Las Vegas, ուրիշ տենց մրցանակներ եղել ստացել եմ։ Բայց 2019 թվականին Nevada նահանգի կողմից Restaurant Association ընտրվեցի Pastry Chef of the Year նոմինացիա ու ես հաղթեցի, հաղթողը ես դուրս եկա տարվա լավագույն հրաշքագործ 2019 թվականին։ Դրանից հետո արդեն վինում ես վաղուց էլ տորթեր չեմ պատրաստում, մենակ սկզբնական տարիներն էր, ինձ վստահված է ցուցահանդեսի համար աշխատել, բոլոր աշխատանքները, որը որ պատրաստվում եմ չի ուտվում, որը դեռ բլաջոյից են սկսել, ինչ որ պատրաստում էի չէր կտրվում, հետ էր գալիս, մարդիկ հազարավոր դոլարներ վճարում էին, չէին կտրում ու սկսեցին իմ աշխատանքները, այսինքն իմ ժամերը օգտագործել ընդհանրապես ցուցադրական աշխատանքների համար։ Ես նորից I'm overseeing of the department, դա տորթերի բաժինը, բոլորին նայում եմ, այնտեղ առանձին ուրիշ տորթ արտիստներ կան, ձևավորողներ կան, մյուս բաժիններում շաքարի ու շոկոլադի մասնագետներ կան, բավական մեծ թիվ 60-70 բոլորի ղեկավարում եք։ Ես արտիստի մաս։ Այ արտիստի մասը։ Ու ես առանձին իմ ստուդիոն ունեմ, որը Ստիվինն է իր նախատեսությամբ ինձ տվել, որ ասեց սա խոհանոց չի կարար լինի, պիտի լինի Ֆրոյայի աշխատանքային ստուդիոն, որտեղ ամենտեղ իմ աշխատանքները ցուցադրվում են, նկարները պատերին կապցրած է, ասեց, որ ինքը ստեղ պիտի շատ լավ պատմություններ եմ ունեցել Ստիվինի հետ կապված, որ տորթը ճանապարհորդել է Կարիբյան կղզիներ, Լոս Անջելոս, գնացել է Չինաստան ու ասենք պատվով եկել են ինձ շնորհավորել են, որ այդպեսի լավ հաջողություն ունեցել ու հիմա ես տարիներ շարունակ աշխատում եմ ընդհանրապես ցուցահանդեսի աշխատանքների վրա, որտեղ ինձ տեղահատկացված տարիներ առաջ դա վինում մի հատ Rolex-ի խանութ կար, դրա կողքը պատի մեջ պատուհաններ կար, հիմա փոխել են դրանք սաղ ու ներսը բոլոր իմ շահած տորթերը իր մրցանակներով դրված էր։ Կա ինչ-որ մի հնարավորություն մարկանց տեսնելու ձեր։ Այդ կար առաջ հետո հանեցին, դա փոխվեց, դե որտեղ Ստիվինը դուրս եկավ, Իրակինը դրանք սա ամեն ինչ փոխվեց։ Բայց հիմա ինձ հատուկ տեղ է տրամադրված, որը
վինի բուֆեն է, որտեղ ես ամբողջ դեսերտի մասը մեծ շաքարից ու շոկոլադից ստեղծագործություն է պատրաստվում, որը որ իրենից պատմությունը ներկայացնում ցուցատախտակ կա, որտեղ իմ անունը փակցված է, իմ թիմով որ պատրաստում ենք տարին 3 անգամ, այդ ցուցահանդեսը փոխվում է սեզոնային ու 3 անգամ էլ ավելացում, որ ասենք Իստերնին, Զատիկի համար մայրերի տոնի արդիվ մեկ էլ 4th of July-ի համար ավելացվում է ու պիտի թիմի մեջ լինի դա։ Ու ասեմ այդ բոլորի մտահղացումներն են, ինչ չեն ասում, որ ես ինչ անեմ։ Տարիներ առաջ պահը թողնում են ձեր հայացողությունը, որովհետև դա հենց այնպես ինչ չի տրվել, դա տարիների վաստակած վստահությունն է, որ սկզբնական շրջանում անընդհատ ասում են պիտի գծագիր ներկայացնեմ, ինչ եմ ուզում անեմ, բացատրեմ, հատուկ պրեզենտացիա կար, որ թիմով նստած էքզեկյուտիվ մեծերը, դու իրան, որտեվ վինում հենց այնպես չի, դու պատրաստեցիր մի բան, հանեցիր, դրեցիր, այդպես չգիտեք, քանի ստուգողներ կան, ինչեր կան։ Ենթադրում եմ իհարկե մեծ հատուկ դեպարտման կա WDD, ինքը որ ասենք վինում մի հատ բաժակ ես փոխում ռեստորանում, մի հատ վազը, իրանք պետք է հաստատեն դա։ Էդի հենց այնպես չի, որ ասենք ես որոշեցի արեցի, ու էդի տարիների ընթացքում ձևավորված առաջ պատրաստում էին ինչ որ իրանք ասում էին, հետո մի տարի թողեցին ես ինքս ստեղծագործեմ, տեսան, որ շատ ավելի լավ գաղափարներ են ու հիմա ես ինքս եմ մտածում, ինձ ոչ մեկ չի ասում ինչ ես անում, արդեն ցուցադրելուց հետո ոչ գիշեր քուն կա, ոչ ցերեկ գիշերը ժամը 10, մինչև ժամը 8 աշխատում եմ այդ օրը, տուն եմ գալիս, ժամը 12-ին գնում եմ աշխատողների օգնականներից հետ ու ինժեներներից բռնացրած բոլորը ներդրված են, որովհետև շարժական էլեմենտերով, լույսերով, բոլորը այդ գաղափարը փաստորեն է, իսկ բոլորին ասում են որտեղից ինչ պիտի լինի, ու ամեն մասնագետ իր աշխատանքն է կատարում։ Ֆլորա, ձեզ լսելով տպավորություն է ստեղծում, որ ձեր երազանքները իրականացել են։ Իսկ կա ինչ-որ երազանք, որը որ դեռ չի իրականացել, կուզենաք իրականացնել։ Երազանքների ես որ ասեմ, սա իմ երազանքը չի եղել։ Ես, եթե չեք գիտակցել, բայց եթե ինձ տարիներ առաջ հարցնեիք կամ ասեիք մի լավ բան ասա էլի քո համար ինչ կուզես, ես իմ խելքով, իմ մտքով ես իմ մասին չի կարա սենց բան մտածեի, որտեղ որ ես եմ հիմա։ Հիմա մարդիկ որ լսեն, հիմա կմտածեն, կգնան լրիվ ֆինանսական կողմով, կսենց նո, իսկ կյանքում շատ ավելի կարևոր բաներ կա։ Այս ճանապարհը, այո, իմ անցած ճանապարհը, ես այսօր ինչ որ մի բան հասել եմ, ինչ որ մի բան անում եմ, ինձանից հետո ինչ որ մի բան պիտի թողնեմ, բայց կարևորը դա չի։ Այստեղ մի հատ շատ մեծ ձեռքբերում կա, որը որ իմ հոգին է կերտվել, որ ես դարձել եմ ուրիշ բան, փոլիշ, ոնց են ասում, փոլիշ ես եղել։ Այո, դու սերտվել եք։ Ու ասենք կյանքի ափերը ինձ տարան այս ճանապարհով, որ ես այսօր ամեն ինչ իմ համար տարբեր տեսանկյունից եմ նայում։ Ասենք երջանկությունը իմ համարի չէ։ Ապա իմ համար երջանկությունը, եթե ես կարող եմ անեմ մի բան, որ դիմացնիս ուրախացնեմ, կապ չունի։ Տեսես հիմա իմ աշխատանքը ինձ Աստված օրհնեց մի աշխատանքով, որ ես բոլորին ուրախացնում եմ։ Մարդիկ գալիս են, տեսնում են, անկախ իրենցի ճպտում են, ուրախանում են։ Ու ասենք դրանից առաջ ես էլի չէի գիտակցում։ Ասենք հոգու սրտի նվիրումով տորթ էի պատրաստում, տանում էին ու ինրանք այնքան սիրուն նամակներ ունեն, որ միջև սպիտակ տնից ինձ նամակներ ա եկել, որ ինձ ինչ նամակ ու դա, ասենք ես չեմ հանեմ մեջտեղ ցուցադրել, տեսեք, ասենք այդ չի, դա օգնել է, որ իսկ փոքր Ֆլորան բավարարված է նրանով ինչ որ ունի։ Նա բավարարվում է ամեն օր, երբ որ ես այս գեղեցիկ մանկական նայեք, կյանքում միշտ սպասում ենք, որ ինչ որ մեկ ինչ որ տեղից պետք է որ մեզ ուրախացնի, բայց մենք չենք հասկանում, որ առաջինը մենք ինքներս մեզ ենք ուրախացնում։ Առաջինը ես ինձ եմ ուրախացնում, որովհետև ես կարողանում եմ մի բան անեմ, որ ուրախացնեմ։ Դա ինձ արդեն ուրախացնում է։ Իսկ ապագայի, ասենք երազանք, ինչ երազանք ասեմ, ուզում եմ, որ կարողանամ լինեմ այն մարդ ինչի համար, որ ես կյանքում կանչված եմ։ Ես էլի ինձ չեմ համարում, որ ձեռք բերած ու ես չեմ համարում, ես հասել եմ այդտեղ, որ արդեն հասել եմ։ Ես
ուզում եմ իմանալ ինչ կարող եմ իմ կյանքում անել, ինչի համար եմ ես կանչված։ Մենք բոլորս մի բանի համար կանչված ենք, որն է նպատակը, որն է purpose, okay, դու ընդեղ էիր, այսօր եկես տեղ, դրա համար պիտի ինչ-որ նպատակ լինի, ինչի է ճանապարհները կամ Աստված, ինչի է այս ամեն ինչն ես դասավորվել, որ դու ընդեղից, այս ինձնից չի։ Սա ինչ-որ մի բանի համար է, ինչ-որ միգուցե ես պիտի ծառայեմ այն մարդկանց իմ կյանքի ճանապարհով, իմ խորհուրդներով, իմ դժվարություններով, որ կարամ ուժեղացնեմ ու ինչ-որ մեկի կյանքը տարբեր փոխվի, որովհետև մարդը ինչ է, մենք մեր զգայարաններով ենք գնում։ Շատ դժվար է, ոնց որ ես ասում եմ, բոլորը ինձ ասում էին դու չես կարա, ես ասում եմ կարամ։ Շատ դժվար է։ Մարդը մենք լսում ենք, մենք ուզում ենք լսենք, մենք ուզում ենք տեսնենք, նոր հավատանք, մենք ուզում ենք ձեռք տանք, որ զգանք մեր զգայարաններով, բայց մենք չենք հասկանում, որ դրանից ենք մի հատ շատ ուժեղ, մի հատ ուժ կա, որ դու առանց տեսնելու հավատում ես, ասենք հանգամանքները, ես միշտ ասում եմ don't let to circumstances, որտեվ հանգամանքները մեզ ուրիշ բան են ասում, բայց դու մի հավատա, դու տեսնում ես մի ելք, դու դժվար է, ես չեմ ասում հեշտ է, բայց դու հավատում ես, որ դա կա ու ինքդ քեզ ասում ես ես հասնել եմ ու քանի որ դու այդպես որտեվ մենք ինչ մտածում ենք մենք դա ենք որ դու սկսում ես տենց մտածել չէ մեկ էլ գալիս են տեղեր դասավորվում է այնպես որ այդ ճանապարհը բացվում է ու դու մեկ էլ հայտնվում ես այնտեղ որտեղ որ դու ուզում ես ու պետքա լինես այդ բային ու որտեղ որ դու պետքա լինես չէ սա մեր մտածելակերպի վրա ու ես շատ եմ ուզում Այո, օգտակը երևի մի օր մասնագիտական ինչ ժամանակ ասում են ոչ թե մասնագիտական դպրոց պիտի բացես, դու պիտի հոգեբանական դպրոց բացես, որտեղ դու որ խոսում ես, ես որտեղ դասեր տալիս եմ վինում կա, որ դասեր են գծում, մարդիկ գալիս են, դասեր են գրում իմ մասին, այդ մի ժամ 20 րոպեվա չեն ուզում գնան, ուզում են, որ ես խոսեմ որովհետև ես խոսելը նես չի, որ ես եմ, այդ իմ անցած այդ տարիների ճանապարհն է, որ այդ ֆլորային կերտել է, այն աղջկան, որ ներսը դեռ մնացել է, այդ աղջիկը դեռ կա։ Ու ես ինձ չի ուրախացնում, որ ինձ ճանաչում է որպես Ֆլորա Աղաբաբյան, ինձ ավելի ուրախացնում է, թե ճանաչեն Ֆլորային, որ Հույսով եմ մեր ոդկասթից հետո այլ ավելի լավ կճանաչեն Ֆլորային ու կհասկանան, թե ով է իրական Ֆլորան ու ով է Ֆլորան ինչ ճանապարհ անցել ու փորձում է կիսվել իր ճանապարհով բոլոր են մարդկանց, բոլոր են աղջիկների հետ, ովքեր որ նպատակ ունեն նորից անցնելու նմանատիպ ճանապարհ։ Ֆլորա, շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, շատ շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար ու այս գեղեցիկ զրույցի համար։ Կարծում եմ, որ զրույցը մեզ մոտ ստացվեց ու հետևանքները մենք կքաղենք մեր դիտորդների կոմենտներից երևի թե Շատ սիրով ինձ համար է շատ հաճել էր զրուցել Ես միշտ ոդկասթի վերջում փորձում եմ իմ հյուրերին նվիրել մի նվեր, որը որ ինչ-որ ձևով ասոցացվում է իրանց հետ այսօր այդ նվերներից մեկը գիրքն է Ռոբին Շարմա հեղինակի չգիտեմ ծանոթ եք իրեն թե չէ իմ սիրած հեղինակներից է Կարծում եմ կկարդաք եւ ձեզ դուր կգա անունը մի փոքր տպավորություն է թողում այլ բանի մասին բայց գիրքը լրիվ նմանատիպ մարդկանց անցնելու ճանապարհն է, որ դուք ասում եք այդ փոքր աղջիկը դրան եմ ուզում արադարձ կատարել, բայց գիրքը հենց դրա հետ էր կապված ու տեսեք պատահականորեն ես բերեցի սա, բայց ուղղակիորեն կապված է ձեզ հետ։ Սա ձեզ խնդրում եմ։ Շատ շնորհակալ եմ, մեծ սիրով կկարդամ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն շատ։ Շնորհակալություն այսօրվա իմ հյուրն էր Ֆլորա Աղաբաբյանը։ Մնացեք ուժեղ, մնացեք հայ։